Գնահատեք Երևան քաղաքի հավաքանիների աշխատանքը ըստ խմբակցությունների։ Անցած տարի եւս գնահատական տվել ենք, այս տարի եւս այդ ավանդույթը շարունակում ենք։ Ամենաբարձր գնահատականը ստացել է Մայր Հայաստան խմբակցությունը 2.6 բալ, եթե համարենք դա դրական, որովհետեւ 5 բալանոց է, ամենաբարձր գնահատականը, ասենց ասեմ, 2.6 բալ ստացել է Մայր Հայաստան խմբակցություն, Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը 2.4 բալ, Հանրային ձայն խմբակցությունը 2.2 բալ, Ազգային առաջընթաց խմբակցությունը 2.2 բալ եւ Հանրապետություն խմբակցությունը 2 բալ։ Կարող ենք ասել, որ բոլորն էլ միջինից ցածր են ստացել, բայց այդ միջինից ցածրների մեջ ամենաբարձր Մայր Հայաստան խմբակցությունն է ամեն դեպքում։ Ոստիկանության աշխատանքի փոփոխությունները վերջին 1 տարվա ընթացքում մենք ստեղ խոսում ենք Երևան քաղաքի կտրվածքով իհարկե։ Լիովին դրական է գնահատել 14.8% եւ ավելի շուտ դրական 30.6%։ Չի փոխվել, նշել են 20%, 7.3%-ը նշել է ավելի շուտ բացասական եւ ընդհանրապես բացասական 12%։ Մենք ստե եւս ունենք համեմատական վերջի 3 տարին հետ կապված, եթե հարցեր լինի, կարող եք դուք նայել։ Եվ մեր վերջի հարցը կապված է բարեկան ծառայությունն աշխատանքի գնահատման հետ եւ այսպես 25%-ը լիովին դրական է գնահատել եւ 43.3%-ը ավելի շուտ դրական է գնահատել այս ծառայության աշխատանքը ավելի շուտ բացասական գնահատել է 12%-ը եւ ընդհանրապես բացասական 10.8%-ը 8.3%-ը դժվարացել է պատասխանել ընդհանուր կտրվածքով տեսնում ենք որ բարեկան ծառայության աշխատանքը դրական է գնահատվել, մոտ 78%-ը դրական են արտահայտվել դրա մասին։ Այսքանը շնորհակալություն ուշադրության համար։ Եվ ցանկանում որ վերնագրին անդրադառնանք։ Հա, անդրադառնանք։ Ну, ճիշտ ասած, վերնագիրը այդքան կապված չէ այսօրվա մեր պրեզենտացիայի նյութի հետ, այլ կապված է այսօրվա մոգական միջոցառման հետ, մենք բոլորս գիտենք, որ երեկոյան տեղի ունենալու այդ նորաստեղծ վարչաբենդի մեկնարկային այսպես միջոցառումը եւ ճիշտ ասած երեք որ մտածում էի ինչ անվանում տամ պրեզենտացիային եւ ծանոթանալով քաղաքական անցուդարձին, ծավալվող իրականությանը եւ երկրի ներսում եւ դրսում եւ լսելով այդ նորությունը որ այդ միջոցառումն է լինում դիսկոտեկա գաղափար եկավ այդ դիսկոտեկա երբ որ եկավ գաղափար այդ դիսկ հիշեցի դիսկոտեկա ավարիա խումբը որը որ շատ կարծում նկարագրական է այն ինչ որ տեղի է ունենում ցավոք սրտի մեր իրականության մեջ